Բարև ձեզ սիրելի ռադիո լսողներ, Հանրային ռադիոյի եթերում բարձր գրականություն նախագծի հերթական հաղորդումն է, ես Արքանիկ Նիկողոսյանն եմ։ Նրանք, ովքեր հետևում են Facebook-ում, հատկապես Վարդան Սմբատյանի էջին, նկատած կլինեն, որ նրա ստատուսներից գրեթե յուրաքանչյուր երկրորդ երրորդը վերաբերում էր ձուկը լեռներում վերնագրով ժողովածուին։ Ստեղծագործական աշխատանք, վերստին աշխատանք, տպագրության փուլ, խմբագրման փուլ, սրբագրման փուլ, կրկին ստեղծագործական աշխատանք եւ վերջապես կարող ենք ավետել, որ բազմաչարչար այս գիրքը լույս է տեսել եւ դրա շուրջ բնականաբար կզրուցենք Վարդան Սմբատյանի հետ։ Ողջույն Վարդան։ Ողջույն Արքմենիկ։ Ես կարդացի գիրքը, փոքրիկ, շատ արագ ընթերցվող, 120 էջանոց, ընդհանուր տեքստերը եթե նայենք, գիրք էր եւ կարդալու ընթացքում եւ տեքստերի ընկալման, բովանդակության, մյուս բաների հետ ընկալման հետ մեկտեղ նաեւ մտածում էի, լավ, ինչի վրա էր չարչարվում Վարդանը այս տարիներին։ Հետաքրքիր հարց է։ Դե կարդալուց այդպես թվում է, որ հեշտ է, որ թեթև է կարդացվում, ուրեմն տենց մեկ երկու հեղինակը բայց իրականում հենց շատ դժվար է, որովհետեւ պատմվածքի ժանրը կարծում եմ պարազիտ ժանրերից մեկն է։ Ինձ համար կոնկրետ, ուծե նաեւ ուշ հեղինակների համար, որովհետեւ դու ունես փոքր տարածություն, ունես խնդիրներ, պետք է այդ ամեն ինչը ճիշտ իրացումներով ներկայացնես, էլի։ Կարծում եմ, որ ու այնքան լավ պատմվածքներ են գրվել, որ մինչև մեզ որ շատ դժվար է պատմվածքի ժանրում ինչ որ բան ասել։ Նաև այդ մարտահրավերը կար քո առջև։ Միանշանակ կար, բայց ես կարծում եմ, որ սա հիբրիդ ժողովածու է, այստեղ մեկտեղված են ուրեմն պոեզիան, պատմվածքը եւ էսեն, եթե նկատել ես իհարկե։ Ես նկատել եմ իհարկե ժանրի, պոեզիա ավելի շատ ուրիշների պոեզիան, քան քո պոեզիան, բայց եթե պոեզիա նկատի ունես արձակի բնույթը որոշ պոետիկ տարածություններով, ապա այդ համաձայն եմ։ Լավ, պատմվածքեսը ես նաեւ անոտացիայում հետաքրիր ձևակերպում կարդացի, որ սա ընտրանի է այնուամենայնիվ, 2016-ից 26 թվականին գրված գործերի Եվ միևնույն ժամանակ փաստվում է, որ դու 4 բանաստեղծական գրքի հեղինակ ես, եւ սա քո առաջին արձակ ժողովածուն է։ Սովորաբար ընտրանի բառը կիրառում են այն դեպքում, երբ որ տարբեր գրքերից ընտրություն կա եւ այլն։ Այս դեպքում ինչ է ընտրվել, կան արդյոք արձակ գործեր այս տարիների ընթացքում ստեղծված, որ դուրս են մնացել գրքից, բայց հրապարակվել են ենթադրենք էլեկտրոնային մամուլում, գրական կամ չգիտեմ թերթերում։ Ընտրությունը ինչին է վերաբերվել Վարդան։ Շատ լավ Արքմենիկ ջան, շնորհակալություն լավ հարցի համար։ Իրականում շատ գործեր կան, մոտավորապես 50 պատմվածք կա գրվել այդ 10 տարվա ընթացքում, որոշ գործեր իհարկե կան։ Կարծում եմ գրքի մեծ մասը կա տարբեր կայքերում, ես հրապարակել եմ բարբերաբար։ Այո, որոշ գործեր չեն ընդգրկվել գրքում, որտեվ կարծում եմ, որ չարժեր կային շահեկան պատմվածքներ, որոնք կարող են լինել այստեղ, բայց չկան։ Այո, ընտրողաբար այդպես ընտրել եմ լավագույն գործերը, իմ կարծիքով լավագույնները դա ու այդպես ու հետաքրքիր, որպեսզի նաև ինչ որ ցիկլային մտածողություն լինի եւ ընթերցողին գրավի։ Լավ, ես դա նկատեցի, որտեղ ժողովածուն բաժիններ ուներ, գիտես, երևի մեր անձնական զրույցներից էլ ես շատ կարևորում եմ, մտածողության այդ որակը, որ ժողովածուները չլինեն իրար հետևից շարված ինչ որ պատմվածքներ, իրար հետևից շարված բանաստեղծություններ եւ այդ շարքերով մտածելը, բաժիններով մտածելը նաեւ որոշակի կոնցեպտուալ բաներ է բերում իր հետ, ոնց հասկացա նաեւ չես ուզել խախտել ինչ որ միասեռություն գրքի, այդ դեպքում ինչն է կարևորել, տես ինչ եմ ես հարցը տալիս, որովհետեւ եթե կան բաժիններ, որոնք ես նկատեցի յուրաքանչյուր ինչ որ թիրախային ուղղվածություն ունի, նաեւ որոշ բաժիններ նաև ժանրային ուղղվածություն ունեն, օրինակ բաժին կար բացառապես էսսեների տարածքում էր իրականացված, այս դեպքում օրինակ ես գտնում եմ մի պատմվածք գրական մամուլից, որը չկա այս գրքում, ինչպես հասկանամ, ինչու է դա դուրս մնացել, այսինքն ուզում եմ հասկանամ գրքի թիրախները գաղափարական թեմատիկ որոնք են եղել քեզ համար։ Դե թիրախները հիմնականում, ինչպես ասացի, զուգն է, մենք շատ խոսել ենք դրա մասին, որ տեսեք, այստեղ տարբեր պերսոնաժներ կան, որոնք անդադ այդ թրիչների եւ անկման ճանապարհին են եւ զուգը նաեւ փորձում է այդ մարդկանց խոսեցնել, զուգը համր լինելով փորձում է խոսեցնել այդ պերսոնաժներին։ Այդպես։ Եթե մյուս տեղերում զուգ չկա, ուրեմն չի ընդգրկվել գրքում։ Չէ, խնդիրը դա չի իրականում, այստեղ գաղափարական բանը հենց դա է, որ զուգը փորձում է այդ թրիչները ապահովել։ Այստեղ նաև այլ գաղափարներ կան, որ զուգը նաև խորհրդանշում է մեզ,
որ առումով, հա։ Դες բայց ձուկը ամեն դեպքում ձուկը լեռներում պատնվածքը եւ եւս մի պատնվածք ձկան ուղակի թեմայով գրքի վերջում էր դրված եւ որոնց հաղորդում էր բառերի էվոլյուցիայի մասին քո էսեն, ամփոփիչ էսեն։ Ամեն դեպքում տես ես երբ որ նաեւ քո այդ անընդհատ ֆետիշավորելուց ձուկը լեռներում վերնագիրը, հա, Facebook-յան հրապարակումներում, որ ձուկը անընդհատ նկարներ, ձուկը։ Ես երբ որ սկսեցի ժողովածուն կարդալ, մտածում էի, որ ձկանը ամեն դեպքում տարբեր այսպես առողակարգերով կտեսնեմ գրքի հենց սկզբից, բայց տեսա որ ուրիշ խնդիրներ կան։ Արի այդ խնդիրներից խոսենք։ Ինչեվ խոսելը կարծում եմ պետք է ասել այստեղ, որ այդ բարձրագույն հնարքին ես չէի դիմի, ամենտեղ ինչ որ ձկանը մտցնեի։ Ինքը թերագնահատել եմ քեզ փաստորեն։ Դե չգիտեմ թերագնահատել թե չէ։ Ամեն դեպքում պետք է այստեղ ասել, որ ձուկը կապված է այդ բոլոր պերսոնաժների հետ, այնց անտեսանելի թելով կապված է, եւ բոլորին այդ թրիչքների եւ այդ անկումների ժամանակ ուղեկցում է։ Լավ, արի իմ նկատած գոնե թեմաների որոշ շրջանակներ առանձնացնենք, փորձենք այդտեղ նաև ձկանը որոնել։ Ձկանը։ Առաջին թեման Երևանի թեման, այն նշում ես քո պոեզիայի մասին էլ խոսելիս զրուցելիս այստեղ մեր տաղավարում, այդ թեմային անդրադարձել եք, դա կարծես թե շատ կարևոր ֆիգուրա, հա, քո գրականության մեջ, թե պոեզիայում, թե նկատեցի նաև արձակում, բայց հետեւյալ պարադոքսալ երևույթով գրեթե տեքստի մակարդակում գոնե ոչինչ քեզ դուր չի գալիս այս քաղաքում մարդիկ դուր չեն գալիս, շոկը դուր չի գալիս, տրանսպորտը դուր չի գալիս, այդ քաղաքում շփվելու ձևերը դուր չեն գալիս, բայց չգիտես ինչու նաև դրան զուգահեռ անդադ հավաստում ես, թե ինչքան շատ ես սիրում այս քաղաքը։ Այս պարադոքսը կբացատրես միջել ձկան հետ կապելու։ Շատ սիրում եմ իրականում, իմ կյանքում ինչ-որ պարադոքսալ բաների վրա հենց հիմնված ճիշտն ասած։ Այո, ես չեմ սիրում լիքը բաներ այս քաղաքում եւ դրա մասին միշտ խոսում եմ, որովհետեւ այս քաղաքում բոհեմը կամած մեռնում է, այս քաղաքում այս քաղաքը դարձել է քաղաք պետություն, լիքը խնդիրներ կան այստեղ։ Բնապահպանական խնդիրներից սկսած, մտածողության խնդիրներից շատ խնդիրներ կա, որոնց մասին ես չեմ կարող հիմա մի քանի րոպեվա ընթացքում խոսել։ Եվ կարծում եմ չարժեր, որ այդպես ես գրականությամբ անդրադառնում եմ դրան Արքմեջ ջան։ Ես շատ սիրում եմ այս քաղաքը։ Այդ սերը ոնց է մի պատմված կա ակապելա փրկչի համար շատ կարևոր պատմված կա ինձ համար, ես այդտեղ խոսում եմ Երևանի եւ Չերևանի մասին եւ զուգահեռ նաեւ ինտերտեքստուալ կապեր ստեղծելով դե շատ լավ հիշում եմ այդ պատմվածքը գործերի հետ կոնսերվատորիայում ցածր գնահատվող, բայց ի վերջո մեծ հաջողության հասած Արտոյի մասին էր, չէ՞, այդ պատմվածքը։ Այո, մենք մոռացանք ասել, որ այս գիրքը նաեւ ինտերտեքստուալ կապեր ունի Կոստանդզարյանի Նավալերան վրա վեպի հետ եւ այստեղ նաեւ հողումներ կան շատ հետաքրքիր։ Բացի Կոստանդզյանից այստեղ տարատեսակ բազմաթիվ հողումներ կան, այնտեղ Ջեքսոն, Գարսիա Լորկայի բանաստեղծություն, հա, ով որքան ծանր է քեզ սիրել այնպես ինչպես ես եմ սիրում, հա, թեպետ անունները միշտ չի որ տալիս ես, բայց այդ կապերը կան։ Հիմա եթե այդ քաղաքին եւ մարդկանց արդեն, տես քաղաքից սկսենք, գալիս ենք մարդկանց։ Երբ որ էլի կարդում եմ այս տրամաբանությամբ էլի այդ սեր չսերի պարադոքսի մեջ է, դու այնտեղ թվարկում ես տարբեր պատմվածքներում սիրելի մարդկանց, որոնք ճանաչելի են Տիգրան Պասկևիչյան, չգիտեմ, Հովհաննես Թեգյոզյան, հետո Քոնկեր Արտոն, ոնց ենթադրում եմ իրական անznավորությունը, բայց այսպիսի տպավորություն ստացա էլի, եթե մարդիկ անznապես քո հետ չեն հարաբերվում կամ ինչ որ կապեր չունես հետ անznապես ճանաչելի շրջանակում գոնե էլի դե հաշվի առնելով որ ժամանակակից ենք ինչ որ կապեր բաներ գիտենք քեզ չսիրելի են ինչով են սիրելի մարդիկ կասես ինչով են սիրելի քեզ մարդիկ որովհետև եթե բերես մյուս բաները ես մյուս դեպքերում հերոսուհիների հետ կապված ավելի շատ այսպես մեծամիտ կարեկցանք տեսա քան թե սեր Ուսեն Քրիստինայի հանդեպ մյուսների հանդեպ այո Դες հետաքրքիր բան ասեմ, գրողը չի կարող չսիրել կարծիքով։ Փիլիսոփայեցիր։ Չեմ փիլիսոփայել, ես փաստ եմ արձանագրում, որովհետև գրող արարածակ ստեղծագործող մարդը ինքը միշտ սիրահարված է Արքմենիկ ջան։ Չգիտեմ, գուցե դու չես սիրահարվում այս տարիքում եւ կուզեի որ սիրահարվես էլի։ Ես միշտ սիրահարված եմ։ Դե շատ լավ է, պարզապես բաներ կան, որ ես չեմ կարող չվավերագրել, չգիտեմ, չմոստանալ, չխոսել, բայց դա չի նշանակում, որ ես չեմ սիրում մարդկանց։ Եթե ես չսիրեի մարդկանց, այդքան խորամուխ չէի լինի 10 տարի այդ ստվերային մարդկանց մասին գրելու, հա։ Պարզապես ես հախուր ընկյանքով տենց էմոցիոնալ ապրող մարդ եմ ու միշտ
այդպես արձագանքում եմ ամեն ինչին ու տենց տպավորություն կարող է լինի, որ ես մարդկանց չեմ սիրում, բայց չէ, ես սիրում եմ։ Դե ես այդ տպավորությունը ստացել եմ։ Ասեմ ավելին շատ եմ սիրում։ Ձուկը ինչ կապ ունի այս դեպքում, լավ։ Գիտես, ձկան ֆենոմենը միշտ բերելու եմ։ Մարդկանց սիրելու չսիրելու, այ որ ասում էիր համր է, բայց ամեն ինչ խոսում է։ Դե շատ մարդիկ ես ուզում եմ կապեմ էլի կարողանում արտահայտեն, հասկանում ես։ Ձուկն էլ ինքը համր կենթանի է, չէ։ Հա, դրա համար։ Բայց չեմ ուզում որ ամեն ինչ մենակ տենց բերենք ձկանը, որովհետև այստեղ իհարկե ձուկը գլխավոր պերսոնաժն է, բայց կարելի է նաև այլ բաներ նկատել ու խոսել, որովհետև ինքը թույլ է տալիս կարծում եմ։ Մյուս կտորը, որ ֆիքսեցի գրքում էլի սևեռվածության տեսանկյունից, թեմատիկ, այդ կանայք են, ընդ որում կանայք ոչ միայն պատմվածքների սյուժետային հարաբերումների մեջ, ասենք այդ մանկության ընկերուհին կամ չգիտեմ մի գիշերվա կամ երկու գիշերվա սեքսի կանայք, հա, այլ նաև կանայք, որոնք արտահայտվում են այլ ձևերով, օրինակ էսե ունես նվիրված մանյա էր վերնագիրը։ Մանյա պատմվածքը։ Այո, մանյա պատմվածքը կամ մամայի կերպարը, հա, լուր այդ բաների մեջ։ Ես այս անկախ այս կանանց տարբերությունից եւ վերաբերմունքի տարբերությունից իրենց հանդեպ ես տեսա որոշակի սևեռվածություն կնոջը ճանաչելու ամեն դեպքում մայր կլինի, պատահական կին կլինի, քույր կլինի եւ Իսկ թվաց թե ինչ-որ process կա, փորձում ես ճանաչել, ավելի գրողը սիրում է, ես էլ սիրահարված եմ, ճանաչում ես կնոջը դու։ Ավելի շատ ուզում եմ հասկանալ, որովհետև կանանց միշտ պետք է հասկանալ ու դա շատ դժվար բան է Արքվենիկ ջան։ Գրականությունը երևի փորձում է նաև հասկանալ մեկն էլ կնոջ է, էլի, որովհետև կինը մեծ առողջված է իմ կարծիքով, դա համար պատահական չի, որ իմ հերոսուների մեծ մասը կանայք են ու ինձ շատ հետաքրքիր կանայք են հանդիպել տարբեր խարակտերներով ողբերգական ճակատագիր ունեցողական դրա համար այստեղ մի քիչ շատ են կի պերսոնաժները ճանաչման process-ը հասել ես այդ ինչ որ առումով կարծում եմ process-ին հասել եմ եւ դեռ շարունակում եմ ճանաչել այդ հետաքրքիր բան է գիտես ճանաչել մարդկանց ոչ միայն կանանց գրողի երևի կյանքի հետաքրքրություն դրանում է կանում մենք անդադ նոր մարդկանց ենք ճանաչում ու իսկապես շատ հետաքրքիր է դա։ Եվ մի տակիր բան էլ ասեմ ելին նկատած, հուսամ չես նեղանա։ Ես իմունիտետ ունեմ եւ վաղուց չեմ նեղանում, միայն հետևություններ եմ անում։ Տես, այն որ խոսում էի մարդկանց սիրել չսիրելու, չէ՞։ Որևէ տղամարդ կամ նույնիսկ երբեմն այլ կին, որը ինչ որ չափով հարաբերվում է այդ կանանց հետ, որոնք քո սիրելին են կամ քո պատմվածքի նյութն են, եւ Եթե ստացում է անգամ պատմվածքի տարածության մեջ, որ նրանց պատճառով այդ կանայք դադարում են, քո հանդեպ ուշադիր լինել, դադարում են, չգիտեմ ինչ որ, դադարում են քեզական լինել, դու ատում ես այդ մարդկանց։ Չէ, դա համաձայն չեմ։ Ակնհայտ օրինակ այն ամուսնու օրինակը, հա, որ ամուսնացավ, հիմա չեմ հիշում, որ պատմվածքում էր։ Կարծեմ Քրիստինայի մասին էր այդ քո մանկապարտեզ ընկերուհու։ Հա, իմ ընկերու որ իրական դեպքերի հիմա վրա գրված պատմվածք է։ Այդ սիրում օրինակ։ Այդ տղու հետ կապը պահում ենք ու շատ լավ ընկերություն ենք անում։ Տենց ես չգիտեմ ինչի է տենց տպավորություն ստեղծվել, որ ես տենց նեգատիվ։ Դու քո կյանքն ես պատում իրական, չէ՞, բայց ես ոչ բոլոր պատմվածքներում իմ կյանքը։ Այս պահին, բայց ես դատում եմ ըստ գրականության, ասենք ես դա եմ տեսել, ասենք։ Գրականությունը շատ դեպքում խափուսիկ է Արքվենիկ ջան։ Այդ ձուկը դու ես։ Ձուկը մենք բոլորս ենք, ես քիչ առաջ ասեցի, ինչ որ առումով նաև ես եմ, որտեղ մեզ բոլորիս այդ թրիչկը պակասում է։ Ու մենք պետք է նաև հասկանանք մեր անկումների պատճառները, մենք փորձենք նաև այդ թրիչքին գնանք, էլի։ Չնայած ոնց հասկանամ որոշ մարդկանց թրիչք պետք չէ, այդ մարդիկ արդեն համակերպվել են։ Իրենց իրականությանը դες չեմ համակերպվել ու գետնամած ապրողներ իհարկե նորմալ է։ Վարդան մյուս շատ կարևոր թեման, որը այսպես ձևակերպեմ էլի քո պատմվածքների ընթացիկ ընթերցումներում ինձ գրավել, այսինքն ոչ միայն գրքով, այլ նաև գրքից առաջ այդ Հաստատեն դու ես թաքուն ընթերցում։ Չէ, ես բացահայտ եմ ընթերցում, ես ամեն ինչ գիտեմ, եթե գիտես, եւ տեսնում եմ էլի։ Այդ հոր ֆենոմենն է, անհայրության թեման, մի քանի եթեր առաջ մեր տաղավարում էր Աշոտը Ստեփանյան, արձակագիր, որը արտակարգ լավ վեպ է գրել, գիրքրաժեշտի փոխարեն, եւ այնտեղ կրկին արտարտեցինք այդ թեման, հոր բացակայության, որտեղ իր վեպում էլ դա ֆենոմենալ նշանակություն ուներ, կառուցվածքային, գաղափարական, բովանդակային տեսանկյունից եւ խոսեցինք էլ, որ ընդհանրապես ֆենոմենալ հատույթ է դա մեր անկախության շրջանի գրականության մեջ, հատկապես 2000-ական թվականներից հետո
Այ կուզեի քո տեսակետն էլ իմանալ, քո պատմվածներից իհարկե կարելի է շատ բաներ դատել։ Օրինակ Աշոտի մոտ այսպես էր, անհայրությունը հայր չունենալը։ Ինչ որտեղ ինչ բառ ընտրեմ, որ ճիշտ լինի, նաև լավ է, էլի, որովհետև բերում է արդարացումներ, բերում է ինչ որ ճակատագրի այսպես տարուբերումների մեջ դիրքավորվելու մոտիվ, քեզ մոտ ինչ է անհայրությունը, որովհետև գլոբալ ես տեսնում եմ, որ նաև մեր գրողները անկախ անձնական իրական դրդառիթներից այդ անհայրությունը կամ հոր ներկայություն, բայց այսպես թե այնպես բացակայությունը ծառայեցնում են որպես տեքստաստեղծման գործոն պարզապես հուզիչ տեքստ, հա, իսկ որպես խնդրեմ դա չեն գիտակցում կոպիտ ասած։ Քեզ մոտ ինչպես է։ Ինձ մոտ կոնկրետ խնդրեմ ա եղել միշտ ու չեմ էլ թաքցրել դա երբեք։ Շատ կարևոր թեմա է ինձ համար ու հաճախ եմ դրա մասին գրում, որովհետև չեմ էլ թաքցնում, ես առանց հայր եմ մեծացել ու իմ համար դա լուրջ խնդիր է, բայց նաև սա գլոբալ առումով, որովհետև մենք բոլորս հիմա ապրում ենք այդ անհայրության մեջ, որովհետև կարծես մարդիկ անտերության են մատնված, էլի։ Այդ Աստծո հետ է։ Եվ նաև իհարկե եւ դա նաև կապում եմ Աստծո հետ։ Լավ ֆրազ ունեիր, որ Աստված եթե գիրք գրեր մենության մասին։ Այո, մենության մասին գրեր, այո։ Ուշադիր կարդացել եմ, հա։ Շնորհակալ եմ, որ ուշադիր ես կարդացել։ Այ էլի մեկնաբանություն ուզում այդ հոր թեմայով։ Ճիշտ ասած, ես չեմ սիրում այս թեմայով շատ խոսել, որովհետև դա գրում ես շատ։ Այո, գրում եմ, որովհետև գրելով հեշտ է արտահայտվել, իսկ խոսելով իմ համար շատ ցավոտ թեմա է, եւ չեմ ուզում ինչ-որ տենց խղճուկ էմոցիոնալ վիճակների մեջ հայտնվեմ, դրա համար գրականությամբ ինչքան որ կարողանում եմ խոսում եմ Արքմենիկ ջան։ Գիտես, միշտ ասում եմ, ես էլի կկրկնեմ, որ հաճախ այդ մեկնությունները եւ այդ մեկնաբանությունները փչացնում են գրականությունը, էլի։ Ես չեմ սիրում թեմաներ կամ պատմվածքներ կամ որոնց մասին ես երբեք չեմ խոսի մի քանի րոպե։ Գուցե գրականությունը ոչ, որտեվ բոլորը ուզում են որ խոսեն իրանց գրականության մասին, բայց գուցե գրողը գրել է, հասկանում ես, եթե ամեն ինչ գրողը դրի այդպես բացահայտել։ Տես, ես դու գիտես որ շատ դեպքերում գրականագետները շատ ավելի բարձր բաներ են տեսնում այդ գրականության մեջ, քան գրողը դրել է։ Ես զրույցները նաև դրա համար։ Գուցե այդ բարձր բաները կան, ուղղակի գրողը չպիտի մերկացնի ամեն ինչ, հասկանում ես։ Չի ջոկել ճիշտ է։ Երբեմն լինում է։ Չէ, դեպքում չջոկելու ուրիշ խնդիրներ ա դրել, դու ուրիշ խնդիրներ ես տեսնում, էլի։ Դրա համար հենց դրանում է, որ բոլորը ինչ-որ բան տեսնում են, էլի, եւ դա հետաքրքիր է դարձնում գրականությունը։ Եվ վերջին հատույթը բնականաբար քեզ շատ բնորոշ իհարկե թեմաներ էլ կան, ես հիմա տեսական են բաներին չեմ ուզում դարձնել բառերի հետ կապված էվոլյուցիայի մենության, որոնք այս գրքի համար բնագրաստեղծ են։ Այնուամենայնիվ գանք վերջին կարևոր կտորին, ես դա չի համար այսպես թեմատիկ սևեռում կամ գաղափարական, պարզապես ուղեկցող այն արանժիրովկա էլի, արանժիրովկա երաժշտությունը։ Հա տես օրինակ, որպեսի շատ ամացությունների մեջ չմտնեմ, մեկ օրինակ բերեմ, ամենաակնհայտը գոնե մեր գրականության մեջ կա Խանջյանի ջազային գրականությունը, հա, եւ հենց ջազային էսսեներ, ջազային կոլաժներ, բլյուզային կոլաժներ եւ կան օրինակ իր վեպերում, Պստլոյում, Ենոքի աչքում, էլի տարբեր տեղերում ջազային հատվածներ, բլյուզային, որոնք ոչ միայն խոսում են այդ երաժշտության մասին, այլ նաեւ գրված են այդպես տեքստը։ Այ քեզ համար երաժշտությունը ինչ է, պարզապես հիշատակում է արանժիրովկեն, թե ինքը հենց քո արցակի ռիթմին էլ ծառայում է։ Ինձ համար երաժշտությունը ապահովում է գրականության հարմոնիան, ասես ասած, նաև ռիթմիկան շատ կարևոր է երաժշտությունը։ Եվ ինչպես է արտահայտվում, էլի բացի մեջբերումներից, այդ երգերի հիշատակումներից օրինակ։ Դες կարծում եմ նաև որոշակի երաժշտական շունչ կա այդտեղ։ Օրինակ այդ Քոհենի մասին պատմվածքում, Քոհենի երաժշտության բանով այդ պարացնելու, ես ահագին, քանի որ երգը հնչում էր նաև ականջներումս այդ պահին, զգացի ինչ-որ ռիթմիկ բաներ մոտեցրած։ Էլի կան տենց պատմվածքներում, վազում տենց հիշատակումներ կան, այնտեղ Ջեքսոնից կա եւ այլ հեղինակներից կան։ Ուղղակի երևի ես այդ երգերը չեմ լսել։ Հա, ոչ մի խնդիր չկա։ Ես քեզ ուղղակի ընկալելու համար պետք է նաև ծանոթանալ, այո, իհարկե։ Շնորհակալություն Վարդան, հաջողություն եմ մաղթում ձկան իր լեռնային ճանապարհորդություններում եւ մաղթում եմ, քանի որ շնորհքով գիր ունես, որ սա վերջին պատմվածքների գիրքը չլինի եւ թող ընդունելությունն էլ ընթերցման արձագանքներն էլ այնպեսին լինեն, որ քեզ ողջևորեն եւ նոր ստեղծագործական։ Եթե կարելի է շնորհակալություն հայտնեմ, որովհետեւ խնդրեմ իհարկե։ Այս գիրքը լույս չէ տեսնի, եթե չի ունեի նախավաճառքի մասնակիցները, շնորհակալ եմ իմ սիրելի խմբագրին եւ սեփակրիչին Գայանե Մկրտչյանին, որովհետեւ նաեւ առաջաբանել է գրել Գայանե։ Դեր կար աշխատել ենք այս գրքի եւ հրատարակչին եմ շնորհակալ, ակտուալ ավեստի Մկրտչին Մատովոսյան, որ հրաշալի գիրքը
հրաշալի մի քիչ մեծամիտ կհնչի, բայց կարծում եմ, որ իմ գրքերից երևի թե այս 5 գրքից երևի թե ամենաստացվածն է, ամենաաշխատվածն է։ Այս էլ որպես մեսիջ մեր ռադիո լսողներին։ Շնորհակալ եմ Վարդան։ Ես եմ շնորհակալ։ Սիրելի ռադիո լսողներ, վերջում հիշեցնեմ, որ Հանրային ռադիոյի եթերում բարձր գրականություն նախագծի հերթական հաղորդումներ, ես Արմենիկ Նիկողոսյանն եմ, զրուցում էի բանաստեղծ, արդեն արձակագիր գրքով էլի Վարդան Սմբատյանի հետ։ Մեր զրույցի թեման նրա ձուկը լեռներում ժողովածուն էր։ Լավ եղեք։